Բարի երեկո, ժամը 20-ն է, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, այսօրվա թեմաներն են։ Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում քննարկելու է Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը։ Երևանը հայտարարում է, թե առաջիկայում խաղաղության պայմանագրի ստորագրումն իրատեսական է, Բաքուն պահանջում է նախ փոխել սահմանադրությունը։ Սպիտակ տանը սկանդալից հետո այսօր հանդիպում են Միացյալ Նահանգների և Ուկրաինայի ներկայացուցիչները։ Չորրորդ ամիսն է իրավապահները փնտրում են Գագիկ Ծառուկյանի որդուն, որը պնդում է, թե չի թաքնվում։ Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը հակադարձում է վարչապետին, Սև բերդը գնել է օրինական սեփականատիրոջից։ Նախ Բաքվում շարունակվող դատավարության մասին չորրորդ շաբաթը հացադուլանող Ռուբեն Վարդանյանին են ցուցադրել ադրբեջանական լրատվամիջոցները խիստ հյուծված։ Այսօրվա նիստից դեռ շատ մանրամասներ չկան, զուգահեռ Երևանում նրա համակիրներն են հացադուլանում առաջին հերթին Հայաստանի իշխանություններից, պահանջելով գործուն քայլեր պատանդներին վերադարձնելու համար։ Եվրոպական խորհրդարանը վաղվա լիագումար նիստում կքննարկի Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը։ Քննարկումն այսպես է վերնագրված. Ադրբեջանի կողմից հայերի ապօրինի կալանավորումներն ու այդ թվում բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների կեղծ դատավարությունները։ Իսկ հրատապ համարված բանաձևի քվեարկությունը նախատեսված է հինգշաբթի մարտի 13-ին։ Die sofortige Freilassung der armenischen Geiseln in Aserbaidschan zu fordern. Հայ գերիների ազատ արձակման պահանջով 3 Բեռլինում է բողոքի ակցիա անցկացվել։ Ադրբեջանում արդեն տարիուկես պահվող հայերի լուսանկարներով մարդիկ կոնկրետ քայլերի կոչ են արել Եվրամիության երկրներին, այդ թվում Գերմանիային, որ պատժամիջոցներ սահմանեն ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հայ բանտարկյալների ապօրինի կալանավորման և վատ վերաբերմունքի համար, ճնշում գործադրեն Բաքվի վրա բանտային պայմանների միջազգային մոնիթորինգի հասնելու համար։ Ադրբեջանի բանտերում 23 հայ է պահվում։ Այժմ դատարանի առաջ են կանգնած Արցախի վրա 2023-ի սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումից հետո գերեվարված 16 հայերը։ Նրանց թվում նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը։ Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել, ցեղասպանությունից մինչև ահաբեկչություն և ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։ Վազգեն Մանուկյան, Վազգեն Սարգսյան, Սամվել Բաբայան։ 3-15-ի դատավարությունն է շարունակվել։ Մեղադրողները հարցեր են ուղղել նախկին պաշտոնյաներին հիմնականում Ղարաբաղյան շարժման ծագման մասին։ Այսօր շարունակվել է նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը, մինչ Վարդանյանը հրաժարվում է ցուցմունքներ տալուց դատը որակելով ֆարս, ըստ Ազեր Թաջի այսօրվա նիստում Ղարաբաղում բնակվող ծագումով մի հայ հայտարարել է, թե իբր Վարդանյանը Ադրբեջանի դեմ կռվելու համար 45-50 տարեկան տղամարդկանցից խմբեր է կազմել, անդամագրման դիմաց առաջարկելով $700-ից $2000։ Ադրբեջանական լրատվամիջոցները վկայի անունը չեն հրապարակում, լուսանկարը ևս։ Փոխարենը մանրամասն նրա հայտարարություններն են մեջբերում, իբր նա հարցեր է ունեցել Ղարաբաղում աշխարհահռչակ բիզնեսմեն և օլիգարխ Վարդանյանի հաստատվելու վերաբերյալ։ Սա մեջբերում էր։ Նիստից ռեպորտաժ հրապարակող միակ լրատվամիջոցը պետության կողմից վերահսկվող Ազեր Թաջն է։ Անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել թե վկայի, թե Ադրբեջանում գերության մեջ դատվող հայերին վերագրվող հայտարարությունները։ Ըստ բաց աղբյուրների Արցախի զանգվածային հայաթափումից հետո 2 տասնյակից քիչ հայ է մնացել Լեռնային Ղարաբաղում։ Եթե Ադրբեջանը տենց որոշել է, որ պետք է արցախցիները ցուցմունք տան այնտեղ ինչ է կատարվում, առաջարկում թող այդ process-ին մասնակից դարձնեն 100,000-ից ավել արցախցիներին, ովքեր այնտեղ ապրել են եւ տեսել են ոչ միայն Ռուբեն Վարդյանի գործունեությունը, այլ նաեւ մնացած գերիների, եւ ակնհայտ է, որ Ադրբեջանը նաեւ իրականությունից խուսափելով այս 1-2 անձի ցուցմունքով ուղղակի հերթական կես դատավարություն է իրականացնում։ Ռուբեն Վարդանյանի համախոհներից ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը տեղեկություններ չուներ, ով է ցուցմունք տված հայը։ Ենթադրում եմ, որ հնարավոր է Արցախում մնացած մի քանի արցախցիներից մեկը
ճնշումների ներքո նման բան ասած լինի, ու ընդ որում միևնույն ժամանակ ես չեմ էլ բացառում, որ ցուցմունքներ, որոնք մեր հայրենակիցներն են տալիս, ամենևին իրականությանը չի համապատասխանում նրա հետ, ինչ որ զանգվածային լրատվամիջոցները տարածում են, գիտենք դատավարությունը փակ է ու ինչքան հետևել եմ, զանգվածային լրատվամիջոցները տեղեկություն հրապարակում են նույն պահին միաժամանակ ու նույն տեքստով։ Ենթադրում եմ, որ ադրբեջանական ծառայությունները այսպես կոչված press release են ուղարկում լրատվամիջոցներին։ Ազերթաջի այսօրվա հրապարակած լուսանկարում Ռուբեն Վարդանյանը ժպտում է, չնայած չափազանց նիհարած է ու ակնհայտ հյուծված տեսք ունի։ Վարդանյանը համախոհների տեղեկություններով շարունակում է իր նկատմամբ ապօրինությունները դադարեցնելու պահանջով փետրվարի 18-ից հայտարարած հացադուլը։ Օրերս ընտանիքի միջոցով փոխանցած աուդիոուղերձում Արցախում ընդամենը 3 ամիս պաշտոնավարած Վարդանյանը դարձյալ կեղծ էր որակել իր դատավարությունը։ Идете сюда судилище, имитацию шоу. Մի կեղծեք փաստաթղթերը, մի նենգափոխեք արձանագրությունները։ Դատը մի դարձրեք ձևական դատավարություն, իմիտացիա, շոու։ Չնայած պարբերաբար վատացող առողջական վիճակին մարտի 1-ից սկսած հացադուլը չի դադարեցնում նաև ապրելու երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։ Այսօր Ազատության հրապարակ կրկին շտապօգնության ծառայություն է եկել։ Թանդիլյանն իր ակցիայով խնդրում է Ռուբեն Վարդանյանին դադարեցնել իր կյանքի համար վտանգավոր հացադուլը։ Մինչ այդ Երևանն ու Բաքուն հեռավար բանավիճում են խաղաղության պայմանագրի հեռանկարի մասին։ Հայկական կողմը դեռ չի պատասխանել փաստաթղթի ադրբեջանական վերջին տարբերակին, բայց լավատեսությամբ է խոսում մոտալուտ ստորագրման հնարավորության մասին, մինչդեռ Բաքվի հռետորաբանությունը նախապայմաններով է Հայաստանի սահմանադրությունն են պահանջում փոխել չզինվել։ There is no way to peace. Peace is the way. End of the quote. Չկա ճանապարհ դեպի խաղաղություն, խաղաղությունն է ճանապարհը։ Մահաթմա Գանդի այս խոսքերը մեջ բերելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Նյու Դելիում անդրադարձել է նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Հնդկաստան պաշտոնական այցի մեկնարկին հանդես գալով հնդկական վերլուծական կենտրոններից համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում Հայաստանի արտգործնախարարը մի կողմից նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այսօր ավելի քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որ համաձայնել են սահմանազատում անցկացնել Ալմատայի հռչակագրի հիման վրա եւ նույնիսկ 12 կիլոմետր արդեն սահմանազատել են, բայց մյուս կողմից էլ նշել է, որ Ադրբեջանը Հայաստանի կառուցողական մոտեցումներին ի պատասխան նույնպիսի կառուցողականություն չի ցուցաբերում։ Ցավոք մենք չենք կարող փաստել, որ մեր կառուցողական մոտեցումը լիովին փոխադարձվում է Ադրբեջանի կողմից։ Ավելին, մենք շարունակում ենք լսել բարձր մակարդակի հրապարակային հայտարարություններ եւ նարատիվներ, որոնք ենթադրում են ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դեմ տարածքային պահանջներ, ներառյալ այսպես կոչված արևմտյան Ադրբեջան նարատիվի միջոցով։ Միրզոյանն անդրադարձել է նաև Բաքվում պահվող հայ գերիներին, շեշտելով չլուծված հումանիտար խնդիրները խոչընդոտում են խաղաղության գործընթացին։ Մինչ մենք խոսում ենք այստեղ, Ադրբեջանում կամայականորեն կալանավորված 23 հայերի նկատմամբ բեմադրված դատավարություններ են տեղի ունենում, անտեսելով մարդու իրավունքների չափանիշները եւ պատշաճ դատական գործընթացը։ Ամբողջական կարգավորման եւ տևական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասարակություններին պատրաստել հաշտեցման։ Չլուծված հումանիտար խնդիրները կարող են միայն խանգարել այդ գործընթացին։ Իդեպ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ խաղաղության գործընթացին եւ իրենց տեսակետից դրան խանգարող հանգամանքներին անդրադարձել է Ղազախստանում այդ երկրի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, նշելով, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին ամենամեծ խոչընդոտը Հայաստանի սահմանադրության շրջանակներում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունն է, Հայաստանի սպառազինումը եւ ռևանշիզմի միտումը։ Պաշտոնական Երևանը բազմիցս հակադարձել է Բաքվին, նշելով, որ Հայաստանի սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ։ Սպառազինություն գնելը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է եւ Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի հարևանի նկատմամբ։ Արարատ Միրզոյանը այս մասին խոսել է նաեւ հնդկական պարբերականներից մեկին տված հարցազրույցում, շեշտելով, որ Հնդկաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցությունն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ։ Ակնհայտորեն պաշտպանությունն այն ոլորտներից է, որտեղ մենք շատ սերտ համագործակցում ենք Հնդկաստանի հետ, եւ կարծում եմ, որ այս համագործակցությունը շարունակաբար խորանալու միտումներ ունի, բայց ուզում եմ նշել, որ այս համագործակցությունը ու մասնավորապես հնդկական արտադրության տեխնիկան չի գնվում այն երրորդ կողմի դեմ օգտագործելու նպատակով։ Դուք հավանաբար տեղյակ եք, որ Հայաստանն ունի խաղաղության օրակարգ։ Մենք խաղաղության բանակցություններ ենք վարում մեր արևելյան հարևանի հետ եւ ընդհանուր առմամբ մենք շատ կենտրոնացած ենք խաղաղության եւ կայունության հաստատման եւ մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման
կարգավորման վրա։ Մենք բարեփոխումներ ենք անում պաշտպանության ոլորտում, բանակում եւ հետաքրքրված ենք թե այս ոլորտներում Հնդկաստանի փորձով, թե Հնդկաստանի արտադրած տեխնիկայով, բայց կրկին նշեմ, որ սա Հայաստանի պաշտպանական համակարգը բարեփոխելու համար է եւ որևէ երրորդ կողմի դեմ ագրեսիայի ու այդ համակարգերն օգտագործելու մտադրություն չկա։ Արարատ Միրզոյանը պաշտոնական այցի ընթացքում հանդիպել է նաև Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Երկուսն էլ կարևորել են հայ-հնդկական զարգացող հարաբերությունները, իսկ Ջայշանկարը նաև նկատել է, որ այդ հարաբերությունները դարերի պատմություն ունեն։ I always remember something I learned very early that the first Armenian newspaper was published in India. Հիշելով, որ առաջին հայերեն պարբերականը տպագրվել է հենց Հնդկաստանում։ A very strong statement. Խաղաղության պայմանագրի բանակցություններից դուրս է արցախցիների վերադարձի հարցը, որը Երևանը համարում է ոչ իրատեսական։ Հայաստանում ապաստանած 120,000 հայերի ճակատագրին պարբերաբար անդրադառնում են միջազգային ատյաններում, անգամ Դոնալդ Թրամփն էր խոստացել ընտրվելուց հետո զբաղվել այդ հարցով։ Մի քանի օրից Շվեյցարիան է քննարկում ծրագրել։ Արցախի ազգային ժողովը պատրաստվում է դիմել Շվեյցարիայի կառավարությանը միջնորդություն ստանձնելու եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքի շուրջ միջազգային քննարկումներ նախաձեռնելու նպատակով։ Հայտարարությունը, որ այսօր տարածվել է Արցախի օրենսդիրների անունից, նախորդում է Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատում հաջորդ շաբաթ սպասվող քննարկումներին։ Օրակարգում լինելու է միջազգային վերահսկողությամբ կամ միջազգային հիմնական խաղացողների երաշխիքներով Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հայերի միջև երկխոսության հաստատման, ինչպես նաև հայերի ապահով վերադարձի հարցերը։ Արցախի խորհրդարանի ներկայացուցիչները նախ ակնկալում են, որ քննարկումների արդյունքում բանաձև ընդունվի, հետո արդեն Շվեյցարիայի կառավարությունը կոնկրետ քայլերի դիմի։ Եթե ինքը պարլամենտը նման որոշում է կայացնում, ապա հերթական քայլը դա պիտի լինի, որ պետք է միջազգային քննարկում այդպես նախաձեռնվի, որտեղ այնց որոշման հիմքում դա է դրված, որ միջազգային քննարկում նախաձեռնվի եւ արցախայության հավաքական վերադարձի հետ կապված հարցերի անդրադարձ լինի, այսինքն բնականաբար ինչպես ասում են, մեր թիրախը դա է, մեր նպատակակետը դա է։ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձի հարցը միջազգային քննարկման առարկա դարձնելու համար ամիսներ առաջ բանաձև է ընդունել եւ Շվեյցարիայի կառավարությանը դիմել այդ երկրի խորհրդարանի ստորին պալատը, բայց մինչ օրս այդ ուղղությամբ տեսանելի քայլեր չկան։ Եթե եւս մի բանաձև էլ ընդունվի հաջորդ շաբաթ, արդեն վերին պալատում, կանտոնների խորհրդում արցախահայերը հույս ունեն, որ Շվեյցարիայի կառավարությունը արդեն կզբաղվի խնդրով։ Հայաստանի կառավարության օրակարգում արցախցիների վերադարձի հարցը չկա։ Այս պայմաններում, եթե անգամ միջազգային հարթակներում քննարկումներ ծավալվեն, ովքեր են ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, Վահրամ Բալայանն ասաց Արցախի ընտրված իշխանությունը։ Դա ավելի բարդ ճանապարհ է, ես ավելի կարճ ճանապարհը հենց Հայաստանի Հանրապետության միջոցով է դա իրականացնելն է։ Բարդ ճանապարհ է, բայց անհնարին ոչինչ չի լինում, եթե որոշակի աշխատանք լինում է։ 2018 թվականից հետո իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փոփոխվող մոտեցումներով են հանդես եկել։ 2023 թվականի ադրբեջանական հարձակումից եւ Արցախի նկատմամբ լիակատար վերահսկողությունից հետո Հայաստանի կառավարությունը որպես առաջնահերթություն խոսում է միայն Ղարաբաղի ժողովրդի հումանիտար խնդիրներից։ Իսկ թե ինչու արցախցիների վերադարձի հարցը ոչ մի հարթակում չեն բարձրացնում, իշխանության ներկայացուցիչները նույն պատասխանն են տալիս։ Դրա գործնական հնարավորությունը չկա։ Հայաստանին դիմադիր դաշտում կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի հնարավորություն կարող են ձեռել միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Եվ սա միակ տեղն է, որից կարելի է բռնել եւ ղարաբաղցիների վերադարձը Ղարաբաղ հետ բերել բանակցային գործընթացի մեջ։ Մոտ մեկ ամիս առաջ ունեցած ասուլիսում այդ մասին խոսեց նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նշելով, թե հավանականությունը փոքր է, բայց միակ ճանապարհը դա է։ Արցախի նախկին падգամավոր Վահրամ Բալայանի խոսքով արցախցիների համար ընդունելի է, որ իրենց հավաքական վերադարձի հարցը թեկուզ այդ ձևաչափով, բայց քննարկվի։ Պետք է թեմաներ լինեն, որոնց շուրջ արդեն խոսակցություն պետք է բացվի եւ արդեն խոսակցություն բացելու պարագայում դա շարունակություն կունենա։ Հենց այդպիսի թեմաներից մեկը հենց նոյեմբերի 9-ի 10-ի չնայած մեզ համար շահավետ որոշում չէր այդ, բայց ցավոք սրտի մենք հասել ենք մի այնպիսի հանգրվանի, որ այնտեղ շատ կետեր կա, որոնք որտեղ կարելի է բռնել եւ
ինչպես ասում են, մեր շահը սպասարկել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով արցախահայերի վերադարձի մասին խոսելը բացի իրատեսական չլինելուց նաև հակասում է Հայաստանի պետական շահերին։ Վահրամ Բալայանի գնահատմամբ Արցախի թեման շրջանցելով Հայաստանի իշխանությունը չի հասնի նրան, որ Ադրբեջանը բանակցություններում դադարի նորանոր պահանջներ ներկայացնել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին, հրապարակված կադրերում լրագրողները թերթում են խաղաղության խաչմերուկ նախագծի բրոշուրը, չի հաղորդվում, թե երբ է հրապարակվելու հարցազրույցը։ Լրատվական կենտրոնն է Ազատության եթերում, օրվա լուրերը կարդացեք նաև մեր Տելեգրամի ալիքում, իսկ թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Սպիտակ տանը սկանդալից հետո այսօր հանդիպում են Միացյալ Նահանգների և Ուկրաինայի ներկայացուցիչները։ Չորրորդ ամիսն է իրավապահները փնտրում են Գագիկ Ծառուկյանի որդուն, որը պնդում է, թե չի թաքնվում։ Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը հակադարձում է վարչապետին, Սև բերդը գնել է օրինական սեփականատիրոջից։ Սպիտակ տան սկանդալից հետո այսօր հանդիպում են Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները։ Վաշինգտոնը Կիևի և Մոսկվայի միջև խաղաղության պայմանագրի նախագիծ է պատրաստել, չթաքցնելով, որ այդ թվում և տարածքային զիջումներ է ակնկալում Ուկրաինայից։ Մինչ այդ իրավիճակը սրվել է ռազմաճակատում։ Սաուդյան Արաբիայում, Ջիդդայում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի դիվանագետներն ավելի քան 4 ժամ է քննարկում են ժամանակավոր հրադադարի և խաղաղության համաձայնագրի նախագծերը։ Մոտ 3 ժամ բանակցելուց հետո կողմերը կարճ ընդմիջում են վերցրել, ապա շարունակել հանդիպումը։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն ասել է, որ բանակցություններում առաջընթաց կա։ Առաջ ենք շարժվում, ասել է Մայք Ուոլցը։ Սա կողմերի առաջին հանդիպումն է օրեր առաջ Սպիտակ տանը նախագահներ Զելենսկու և Թրամփի սկանդալային վեճից հետո։ Ամերիկյան պատվիրակությունը ղեկավարում է պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ուկրաինականը նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, որը հանդիպման ընթացքում սոցցանցում գրել է, որ հանդիպումը սկսվել է շատ կառուցողական մթնոլորտում։ Հանդիպումից ժամեր առաջ ուկրաինական կողմը անօդաչուներով հարձակվել է Մոսկվայի մարզի և այլ շրջանների վրա։ Ըստ ռուսական կողմի պատերազմի սկսվելուց ի վեր սա ամենալայնամասշտաբ հարձակումն է, որի հետևանքով սպանվել է 3 մարդ, ևս 18-ը վիրավորվել։ Մոսկվայի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել, ռուսական կողմը ևս անօդաչուներով հարվածել է ուկրաինական տարբեր շրջանների։ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հարձակումները կարող են լրջորեն վնասել Ուկրաինայի հետ ընթացող երկխոսությանը։ Արտգործնախարար Սերգեյ Լավրովը անդրադառնալով Ջիդայի հանդիպմանը ասել է, թե այս ամենը լուրջ չէ, քանի որ ըստ նրա Զելենսկին չի ձգտում խաղաղության, քանի դեռ ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքներ չի ստացել։ Պարոն Զելենսկին հրապարակավ հայտարարում է, որ չի ցանկանում հրադադար, քանի դեռ ամերիկացիները նրան երաշխիքներ չեն տվել, որ անհրաժեշտության դեպքում միջուկային հարված կհասցնեն Ռուսաստանին։ Նա մոտավորապես հենց այդպես է հարցը դնում։ Հանդիպումից առաջ Միացյալ Նահանգների պետքարտուղարը երեկ ասել էր, որ ցանկանում են լսել ուկրաինական կողմին եւ հասկանալ, թե նրանք ինչ զիջումների են պատրաստ։ Մինչ այդ, սակայն, Ռուբիոն Նյու Յորք Թայմզի հետ զրույցում ընդգծել է, պատերազմին վերջ դնելու ցանկացած գործարքի շրջանակում Ուկրաինան ստիպված կլինի տարածքային զիջումների գնալ։ Կարծում եմ, որ ռուսները չեն կարող գրավել ողջ Ուկրաինան եւ ակնհայտ է, որ Ուկրաինայի համար շատ դժվար կլինի ցանկացած ողջամիտ ժամանակահատվածում ստիպել ռուսներին վերադառնալ 2014 թվականի դիրքեր։ Սակայն միայն Ուկրաինան չէ, որ պետք է զիջումների գնա հրադադար կնքելու համար, դա պետք է անեն երկու կողմերը, հավելել է պետքարտուղարը։ Ուկրաինական օգտակար հանածոների համատեղ շահագործման գործարքը ևս սեղանին է, սակայն դա այս հանդիպման օրակարգի ամենագլխավոր հարցը չէ, ասել է ԱՄՆ գլխավոր դիվանագետը, ընդգծելով Վաշինգտոնը ցանկանում է ստորագրել ոչ թե փոխըմբռնման հուշագիր, այլ կոնկրետ համաձայնագիր, իսկ դրա համար ավելի շատ ժամանակ է հարկավոր։ Ջիդայի հանդիպմանը զուգահեռ Կիևում բողոքի ցույց է անցկացվել, մասնակիցները պահանջել են ազատ արձակել բոլոր գերիներին, պնդելով, որ դա պետք է նախապայման լինի խաղաղության ցանկացած պայմանագրի կնքման համար։
Ամերիկա-ուկրաինական բանակցություններին զուգահեռ Ռուսաստանը հայտարարում է, թե վերջին օրերին Կուրսկի շրջանում իր զորքերը շարունակում են առաջխաղացումը եւ հետ են վերցել մի քանի բնակավայր, գրավել նորերը։ Ըստ արևմտյան լրատվամիջոցների դրանով Մոսկվան ցանկանում է Կիևին զրկել բանակցությունների ժամանակ այդ տարածքների հաշվին սակարկումներ անելու հնարավորությունից։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հաստատել է, որ նահանջում են ճակատի այս հատվածում։ Այս ֆոնին այսօր Փարիզում սպասվում է եվրոպական երկրների բարձրաստիճան զինվորականների հանդիպումը քննարկելու Ուկրաինայում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը եւ այն, թե եվրոպական երկրները կոնկրետ ինչով կարող են նպաստել։ Անդրադառնալով խաղաղապահների հարցին Լավրովն ասել է. «Դա նման է մեջբերում եմ Կիևի ռեժիմի մնացորդներին ժողովրդի զայրույթից պաշտպանելու փորձի»։ Հայաստան վերադառնանք Արագած լեռան հյուսիսային գագաթին ձնահյուսի տակ է մնացել 9 հոգանոց արշավախումբ, 8 մարդ դուրս է բերվել, մեկն անհետ կորած է։ Փրկարար ծառայությունը որոնումներում 2 ուղղաթիռ է ներգրավել, տուժածները միջին եւ թեթև վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին, վարչապետը օրերս հայտարարել էր, թե քաղաքի հայտնի հուշարձան Սևբերդը Բալասանյանները յուրացրել են։ Նախկին քաղաքապետը, որի թիմակիցները Սևբերդի հետ կապված մեկ այլ քրեական գործից հետո հրաժարական տվեցին, պնդում է, թե ամեն ինչ օրինական է արել։ Արձանագրվեց, որ Գյումրիի կարևորագույն սիմվոլներից մեկը Սևբերդը սեփականաշնորհվել է ապօրինի ձևով եւ պետք է վերադարձվի համայնքին։ Վարչապետ Փաշինյանի այս հայտարարությունից հետո միայն Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը խախտեց կես տարվա լռությունը եւ պնդեց, որ ամրոցը իր ընտանիքը գնել է օրինական եղանակով ու ոչ թե համայնքից, այլ սեփականատիրոջից։ Ինչի համար մտահոգվել։ Մտահոգվել են, որ ուղղակի հաղորդագրություն է գնում, չի հնչեցում անուն ազգանուն, բայց բոլորը գիտեն, որ Բալասանյան ընտանիքինն է, բայց ես ուղղակի ասում եմ, որ մեկ ձեռք ենք բերել 12 թվականին։ Այս է իմ խնդիրը այսօր, որ ես ուղղակի հասարակության ասեմ, որ մենք այս ամեն ինչի հետ ընդհանրապես կապ չունենք։ Այս պնդումը Բալասանյանն արել էր նաև 2020 թվականին Ազատությանը տված հարցազրույցում։ Այն ժամանակ իրավապահները քրեական գործ էին հարուցել ու հայտարարել, թե 2000-ականներին հուշարձանը մի շարք խախտումներով օտարվել է ֆիզիկական անձի, իսկ գործընթացում ներգրաված են եղել Պաշտպանության ու Արդարադատության նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, կադաստրի կոմիտեի եւ նոտարիատի աշխատակիցներ, թե ովքեր անուններ այդպես էլ չհրապարակվեցին։ Այս գործի մասին տարիներ շարունակ ոչ ոք չէր խոսում, մինչև Նիկոլ Փաշինյանը կրկին թեժացրեց թեման։ Ավագանու ընտրությունները տեղի են ունենում այն պատճառով, որ Գյումրիի ավագանին հռչակեց, որ ինքը հրաժարվում է գյումրեցիներից գողացված գույքի վերադարձի օրակարգը սպասարկել։ Եվ մինչ վարչապետն իր ելույթում օրինակ բերելով Սևբերդը պնդում էր, թե Գյումրիի իշխող Բալասանյան դաշինքի հրաժարականի ու արտահերթ ընտրություններ նշանակելու պատճառը ապօրինի գույքի վերադարձին նրանց ընդդիմանալն էր, նախկին քաղաքապետը հիշեցրեց, որ իր քրեական հետապնդումը ոչ թե հենց ամրոցի, այլ դրան հարակից հողերի օտարման մասին է, իսկ Բալասանյանի փաստաբանը հայտարարեց, որ ամրոցի գործը հարուցվելուց մի քանի ամիս անց կարճվել է։ Այ հենց այն ժամանակ էլ Բալասանյանը սուբյեկտ չի եղել, չէ կարող լինել, որովհետև 2005 թվականին երբ որ այլ ֆիզիկական անձ ուղիղ վաճառքով, չգիտեմ, կառավարության որոշման հիման վրա է դել ասեմ իմանա գնել է, այ դրանից հետո 7 տարի անց նոր պարոն Բալասանյանը գնել է Սևբերդը։ Ինչ հանցանքի մասին կարող է խոսք գնալ։ Դատախազությունը շտապեց պնդել, թե քննչական կոմիտեում քննվող վարույթով Սևբերդ ամրոցի օտարումը եւս քննության առարկա է։ Ավելին, նախաքննությունը շարունակվում է։ Անցած 5 տարիներին ինչ են պարզել, ինչու էր այս քրեական վարույթը մոռացության մատնվել, ինչու են Բալասանյանները պնդում, թե այն կարճվել է։ Ազատության այս հարցերին դատախազությունից ասացին, միայն գրավոր կպատասխանեն, իսկ հարցեր նաև Բալասանյանների շահերի պաշտպանն ունի։ 2021 թվականի ապրիլին կայացած որոշումը քննիչի, եթե հաստատել է հսկող դատախազը, դա վերացնելու համար պետք էր 6 ամսվա ընթացքում այն ժամանակվա գործող օրենքով գլխավոր դատախազը իրավասու էր
վերացնելու կարգման որոշումը եւ շարունակելու, չգիտեմ, նախաքննության ընթացքը, դա։ Հաշվում է, եթե նման որոշում եղել է, ապա 2021-ի սեպտեմբերին իրենք պետք է այդ մասին հավաստող որոշումը ստանային ու հիմա չի պատկերացնում, թե ինչ վարույթի մասին է խոսքը։ Այ հիմա եթե 6 ամիս անցել է եւ մի քանի անգամ է անցել, այսօր 25 թիվն է, ես չգիտեմ այդ ինչ կարգման որոշման վերացման կամ չգիտեմ հարուցված վարույթի մասին է խոսքը, չեմ կարող պատկերացնել։ Վստահեցրեց, Բալասանյանները պայքարելու են Սև Բերդի համար, պատրաստ են անգամ մի ետ գնալ։ Չեմ կարող սխեմաների հեղինակների տեղը մեկնաբանեմ, բայց որևիցե իրավական գործընթացին Բալասանյան ընտանիքը իրավական լեզվով, իրավական զենքով միանշանակ միջևեր պայքարելու է։ 4-րդ ամիսն է շարունակվում է Գագիկ Ծառուկյանի որդու գործուղումը Ռուսաստանում եւ Բելարուսում։ Դա են պնդում նրա փաստաբանները, իսկ իրավապահները Նվեր Ծառուկյանին որոնում են խուլիգանության ու կողոպուտի մեղադրանքներով։ Նախկինում էլ աղմկահարույց պատմությունների մեջ հայտնված Կրտսեր Ծառուկյանը այս միջադեպից հետո ոչ թե բերման է ենթարկվել, այլ անարգել հեռացել Հայաստանից։ Ավելի քան 4 ամիս է իրավապահներին չի հաջողվում Հայաստան վերադարձնել միջազգային հետախուզման մեջ գտնվող Նվեր Ծառուկյանին, թեև խուլիգանության եւ կողոպուտի մեջ մեղադրվող Կրտսեր Ծառուկյանի փաստաբանն ավելի վաղ հայտնել էր նրա գտնվելու վայրը։ Գործուղվել է Ռուսաստանի Դաշնություն եւ Բելարուս։ Հիմա կարող է 2 օրը մեկ ինքը գնա Բելարուս, հետ գա Ռուսաստանի Դաշնություն։ Անցած հոկտեմբերին Ծաղկաձորի խաղատներից մեկում ծեծկրտուքով ու կրակոցներով ուղեկցվող վիճաբանություն էր տեղի ունեցել խաղատան աշխատակիցների ու Նվեր Ծառուկյանի թիկնապահների միջև։ Այլ մանրամասներ քննչական կոմիտեն դեռ չի հաղորդում, բայց մամուլի խոսնակն այդ ժամանակ Ազատությանն ասել էր, կրակոցներից ոչ ոք չէր տուժել։ Նվերը զինված չի եղել։ Ազատության հետ զրույցում պնդել էր նրա փաստաբան Էմիլ Խաչատրյանը, որն այսօր այդպես էլ չպատասխանեց մեր հարցին։ Իր պաշտպանյալի գործուղումը երբ է ավարտվելու։ Մեկնաբանություն չեմ կարող։ Բայց գործուղումից վերադարձավ։ Միջադեպից հետո Ծառուկյանի որդին ու թիկնապահները հեռացել էին տարածքից, իրենց հետ տանելով խաղատան տեսախցիկների DVR սարքերը։ Դրանք օգտագործվում են տեսագրությունները պահպանելու, կառավարելու եւ դիտելու համար։ Քննչական կոմիտեից այսօր չարձագանքեցին մեր հարցին։ Արդյոք քննիչները կարողացել են Նվեր Ծառուկյանի թիկնապահների ձեռքն անցած այդ սարքերը վերադարձնել։ Ենթադրվում է, որ դրանք գործով կարևոր ապացույցներից են։ DVR սարքերը կողոպտելու հոդվածը իրավական սխալ գնահատականի արդյունք է, պնդել է փաստաբան Խաչատրյանն ու հավելել, ոչ թե կողոպտել են, այլ խնդրել են եւ համապատասխան աշխատակիցը տրամադրել է տեսագրությունը։ Եթե այնտեղ ոչինչ տեղի չի ունեցել, ապա ինչու են խնդրել։ Դրա պատճառաբանությունները հանրայնացման ենթակա չի։ Որ Գագիկ Ծառուկյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն մտերիմ հարաբերություններ ունեն, գաղտնիք չէ, բայց Նվեր Ծառուկյանի փաստաբանը պնդում է, թե Բելարուսում գտնվող Կրտսեր Ծառուկյանն այնտեղ արտոնյալի կարգավիճակ չունի։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը սակայն չի բացառում։ Գուցե Ծառուկյանի կապերն են նպաստել, որ որդին այդպես էլ Հայաստան չի վերադարձվում։ Հնարավոր է եւ այդպես է, սակայն այս դեպքում հաղթվում է օրենքի առջև հավասարության սկզբունքը եւ ստացվում է, որ օրենքի առջև բոլորը հավասար են, բայց ոմանք արտոնյալ են։ Քննչական կոմիտեից չեն արձագանքում, ինչ խոչընդոտ կա, ինչու իրավապահները չեն կարողանում վերադարձնել Կրտսեր Ծառուկյանին, արդյոք պաշտոնապես դիմել են Բելարուսին կամ Ռուսաստանին նրան արտահանձնման համար։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստան-Ռուսաստան կամ Հայաստան-Բելարուս պարբերաբար լարվող հարաբերությունները չպետք է խոչընդոտ դառնան այնտեղ հետախուզվողներին, այս դեպքում Նվեր Ծառուկյանին Հայաստան վերադարձնելու համար։ Իրականում իրավապահ համակարգի ոչ այնքան ճկուն, ոչ այնքան հստակ աշխատանքի արդյունք է, որովհետև շատ երկրների միջև կան միջպետական պայմանագրեր համագործակցության իրավապահ մարմինների եւ հայտնաբերել անձին եւ բերել եւ շարունակել քննությունը շատ ավելի հնարավոր է, քան ջանում են իրավապահ համակարգերը։ Ծառուկյանի որդու նկատմամբ միջազգային հետախուզումը շարունակվում է։ Այս դեպքով 3 մեղադրյալ կա։ Նրանց գործն արդեն ուղարկվել է դատարան։ Երևանում պատրաստվում են Միսակ Մանուշյանին նվիրված շաբաթվան ֆրանսիական դիմադրության շարժման հայ հերոսի աջունը անցած տարի տեղափոխվեց Փարիզի Պանթեոն Ֆրանսիայի մեծերի կողքին։ Միսակ Մանուշյանին նվիրված մեկ շաբաթ Հայաստանում մեկնարկը տրվում է Արտաշատի դրամատիկական թատրոնում Մանուշյան ներկայացումով։ Դեռ վաղուց էինք մտմտում Միսակ Մանուշյանին նվիրված ներկայացում անելու շուրջ եւ դա մինչեւ պանթեոնիզացման մասին լուրերն էին,
Եվ երկար փնտրեցինք պիես, որը կներկայացնի Մանուշյանին ամբողջական իբրև մարտիկ, իբրև որոշակի գաղափարախոսության եւ հանձնառության կրող, իբրև պոետ, շատ բազմաշերտ կերպար է նա։ Եվ չգտանք այդ պիեսը։ Միսակ Մանուշյանի եւ ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցների մասին պատմությունը սկսեց փորել Սաթե Խաչատրյանը, որի հիմնած Սաթե Աթխ թատերական միությունը արդեն 12 տարի զբաղվում է Ֆրանսիայում հայկական մշակույթի հանրահռչակմամբ։ Փարաջանովին եւ Քոչարին մոդեռն պարով ներկայացնելուց հետո Մանուշյանի մասին պետք էր խոսել բառերով։ Քաղաքական միայն քո մասին մտածես, նրանց մեծ մասը 20 տարեկան էլ չկա։ Որոշեցինք ստեղծել մերը եւ գտանք մի դրամատուրգ Շոշանա Բուխուբզային, ով վավերագրող է, կինովավերագրող է, նաեւ երկրորդ աշխարհամարտին նվիրված բազմաթիվ վեպեր ունի, մասնավորապես կանանց մասին համակենտրոնացման ճամբարներում, մի խոսքով մեկին, ով նյութին հրաշալիորեն տիրապետում է, եւ խնդրեցինք իրեն հստակ ցուցումներով գրել պիես։ Ու որոշեցինք, որ ամենաճիշտ եւ հետաքրքիր կոմպակտ ձևաչափը հարցաքննություններն են։ Շարունակությունը գիտեք։ Մատնություն, արտաքսում։ 8 ամիս շարունակ Փարիզի ոստիկանության եւ Ֆրանսիայի ազգային արխիվներն են փորփրել, հարյուրավոր ցուցմունքներ եւ արձանագրություններ ուսումնասիրել։ Պիեսի պրեմիերան ամիսներ առաջ Ֆրանսիայում է տեղի ունեցել։ Հիմա արդեն Արտաշատի բեմում կներկայացվի հայաստանցի հանդիսատեսին։ Էսիա, բանն ասում ա, քեզ որտեղ են ձերբակալել։ Հա, այդտեղից են գնում։ Դիմադրությունը ըստիս միայն զինված չի լինում, դիմադրության լավագույն եւ առաջնային դրսևորումը կրթությունն է, եւ քանի որ պատմությունը կրկնվելու հակում ունի, կարծում եմ կրթության միջոցով է, որ մենք կարող ենք հասնել այն մակարդակին, որ թույլ չտանք պատմության մեջ եղած աղետները կրկնվեն, եւ դրա համար սերունդներին կրթելու համար շատ հերոսներ կան, շատ կերպարներ կան, որոնց մասին պիտի ավելի ու ավելի իմանանք։ Vous n'avez réclamé la gloire ni les larmes. Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Մանուշյանը եղել է եվրոպական ներգաղթյալներից կազմված խմբավորման ղեկավարը, որն իրականացրել է դիվերսիաներ ընդդեմ նացիստների։ Մանուշյանն ու ընկերներից շատերը ձերբակալվել են եւ 1944 թվականի փետրվարի 21-ին մահապատժի ենթարկվել։ Ֆրանսիայի ազգային հերոսի եւ նրա կնոջ Մելինեի աճյունները անցած տարի ամփոփվեցին Փարիզի Պանթեոնում։ Վերահուղարկավորության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց. «Այսօր կա Ֆրանսիա, որ երախտապարտ է ձեզ»։ Est-ce donc ainsi que les hommes vivent? Մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Ֆրանսիայի դեսպանատան, Եվրամիության ներկայացուցչության համատեղ կազմակերպած Մանուշյանական շաբաթը կսկսվի մարտի 14-ին։ 5 օրվա ընթացքում ներկայացումից բացի գիտաժողովներ, քննարկումներ կկազմակերպվեն, ֆիլմեր կցուցադրվեն, պոետ Մանուշյանի հետ ծանոթության առիթ կլինի։ L'affiche qui semblait une tache de sang. Սա դարձավ իսկապես մի ամփոփ նախագիծ, որտեղ Մանուշյանին մենք ներկայացնում ենք նաև գիտական տեսանկյունից, պատմական տեսանկյունից, գեղարվեստական, կրթական։ Երևանում կտեղադրվի նաև Միսակ Մանուշյանի քանդակը, բայց սա արդեն այս շաբաթվա իրադարձություն չէ։ Երևանի քաղաքապետարանը այսօր միայն հայտնեց, որ Կիսանդրու համար հայտարարված մրցույթում Սարգիս Բաբայանի հեղինակած ստեղծագործությունն է հաղթել, թե երբ կտեղադրվի Ֆրանսիայի ազգային հերոսի արձանը Միսակ Մանուշյանի անվան պուրակում հայտնի չէ։ Մեկ ամիս էլ չի անցել Միացյալ Նահանգների փոխնախագահի Մյունխենյան հայտնի ելույթից, որից հետո Վաշինգտոնի ու Եվրոպայի դաշնակիցների հարաբերությունները աննախադեպ արագությամբ են սրվում։ Օրեր առաջ արդեն Սպիտակ տունը որոշեց դադարեցնել զենքի տրամադրումը 3 տարուց ավելի ռուսական ագրեսիային դիմադրող Ուկրաինային։ Reuters գործակալությունը պարզել է, ինչ է իրականում կատարվել դիվանագիտական կուլիսներում։ Եվրոպայից պահանջվեց ընդամենը 3 շաբաթ եւ 1 աղմկահարույց բանավեճ Օվալաձև գրասենյակում, հասկանալու, որ Միացյալ Նահանգների հետ 75-ամյա դաշինքը փլուզվում է։ Հաղորդում է Reuters-ը, որն այս եզրակացությանը հանգել է զրուցելով ավելի քան 2 տասնյակ եվրոպացի եւ ամերիկացի դիվանագետների հետ։ Եվրոպական կողմից գործակալությանը փոխանցել են տրանսատլանտյան հարաբերություններում խզումը առաջին անգամ շոշափելի դարձավ անցած փետրվարին, երբ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը որոշեց դաշնակիցների գլխին դասախոսություն կարդալ մի հարթակից, որտեղ որպես կանոն ամերիկացիներն ու եվրոպացիները իրենց սերտ համագործակցությունն էին ցույց դնում։ The threat that I worry the most about
vis-a-vis Europe is not Russia. Եվրոպային սպառնացող վտանգը, որն ինձ ամենից շատ է անհանգստացնում, կապ չունի ոչ Ռուսաստանի, ոչ Չինաստանի, ոչ էլ այլ արտաքին ուժի հետ։ Ինձ ամենից շատ անհանգստացնում է ներքին սպառնալիքը, Եվրոպայի նահանջը իր որոշ հիմնարար արժեքներից, արժեքներ, որ համընդհանուր էին Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ From some of its most fundamental values, values shared with the United States of America. Աղմկահարույց այս ելույթի երեկոյան փոխնախագահ Վենսը եւ ամերիկյան պատվիրակության մյուս անդամները նստել են բանակցությունների Ուկրաինայի նախագահի եւ նրա խորհրդականների հետ։ Ուկրաինացիները Reuters-ի ամերիկյան կողմից պահանջել են անվտանգության երաշխիքներ, ամերիկացիները, որ Զելենսկին համաձայնի հանածոների գործարքին։ Արդյունքում ընդհանուր հայտարարի չեն եկել։ Երկու կողմն էլ հեռացել են դժգոհ ըստ բանակցություններին մոտ կանգնած աղբյուրների։ Փետրվարի 18-ին Ռիադում ամերիկացի եւ ռուս պատվիրակները 4.5 ժամ քննարկեցին ուկրաինական պատերազմը առանց ուկրաինացիների։ Ջո Բայդենի կարգախոսը ոչինչ Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի մնաց անցյալում։ Զելենսկին դժգոհությունը ցույց դրեց առանց դիվանագիտական մեղմասացությունների։ Можете обговорювати що завгодно, але не можна приймати рішення. Կարող եք խոսել ինչից ուզեք, բայց ոչ մի որոշում չի կարող կայացվել առանց Ուկրաինայի պատերազմը կանգնեցնելու մասին։ Մեզ չեն հրավիրել Սաուդյան Արաբիա, Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի հանդիպմանը, ինչն անսպասելի էր մեզ ու շատերի համար։ Це було сюрпризом, я думаю, так як і для багатьох. Միացյալ Նահանգների նախագահի արձագանքը կրկին ցնցեց ուկրաինացիներին եւ ոչ միայն։ Դոնալդ Թրամփը պատերազմը սկսելու պատասխանատվությունը անուղղակիորեն վերցրեց Ռուսաստանի ուսերից, կշտամբելով Ուկրաինայի առաջնորդին։ Այսօր լսեցի նրանք դժգոհում են, թե իրենց չեն հրավիրել։ Ինչ ասեմ, դուք այնտեղ էիք 3 տարի, դուք երբեք չպետք է սկսեիք դա, դուք գործարք պետք է կնքեիք։ Փետրվարի 19-ին Քիթ Քելոգը Միացյալ Նահանգների նախագահի Ուկրաինայի հարցով հատուկ բանագնացը ժամանեց Կիև, առաջ տանելու բնական հանածոների համաձայնագիրը։ Հանդիպման ավարտին, սակայն ամերիկյան կողմը հրաժարվեց նախապես հայտարարված ասուլիսից, ակնհայտ դարձնելով, որ ինչ որ բան այն չէ։ Ամերիկացի եւ ուկրաինացի դիվանագետները ավելի ուշ Reuters-ին ասել են, բանակցությունները տապալվել են, քանի որ ուկրաինական կողմը ականջալուր չի եղել գործարքն անմիջապես կնքելու Քելոգի հորդորներին եւ փորձել են նրան շրջանցելով այլ պայմանավորվածություն ձեռք բերել։ Զելենսկու խորհրդական Անդրեյ Երմակը մասնավորապես նախաձեռնել է շփումներ Միացյալ Նահանգների առևտրի պետդեպարտամենտի ղեկավար Հովարդ Լյուտնիկի հետ եւ խնդրել Թրամփի հետ առանձին հանդիպում կազմակերպել։ Մի շարք ամերիկացի պաշտոնյաներ Reuters-ին ասել են, որ դա Թրամփի վարչակազմի պաշտոնյաներին իրար դեմ հանելու Երմակի առաջին փորձը չի եղել, ինչն ավելի է խորացրել հիասթափությունները Վաշինգտոնում։ Փետրվարի 24-ին Ռուսաստանի հարձակման 3-րդ տարելիցին եվրոպացի առաջնորդները մեկնեցին Կիև։ Այնտեղ էր նաեւ Կանադայի վարչապետը, բայց ոչ ոք չկար Միացյալ Նահանգներից։ Նույն օրը ՄԱԿ-ում քննարկման դրվեց Ուկրաինայի եւ Եվրամիության հեղինակած նախագիծը, որը պահանջում էր Ռուսաստանից դուրս բերել զորքերը Ուկրաինայից եւ դադարեցնել բռնությունները։ Ըստ Reuters-ի Թրամփի վարչակազմը հորդորել է Կիևին եւ Բրյուսելին ետ կանչել այդ նախագիծը։ Հետո, երբ դա չի հաջողել, շրջանառության մեջ է դրել սեփական բանաձևը, որը պատերազմի փոխարեն օգտագործում է հակամարտություն բառը եւ հորդորում հասնել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև տևական խաղաղության։ Բացի այդ, ըստ Reuters-ի Վաշինգտոնը նամակ է ուղարկել տասնյակ երկրների մայրաքաղաքներ գրելով. «Մենք պատրաստվում ենք դեմ քվեարկել Ուկրաինայի նախագծին եւ առաջ ենք տանում պարզ մի տեքստ, որին համոզված ենք ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները, այդ թվում Ուկրաինան եւ Ռուսաստանը կարող են համաձայնել»։ Չնայած այս հորդորին, ուկրաինական նախագիծն ընդունվեց 93 կողմ 65 ձեռնպահ 18 դեմ ձայներով։ Վաշինգտոնը դրան դեմ քվեարկողների շարքում էր Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի եւ Իսրայելի հետ։ Մեկը մյուսին հաջորդած այս զարգացումների կուլմինացիան դարձավ փետրվարի 28-ի Օվալաձև սենյակի հանդիպումը։ Ըստ Reuters-ի բանակցություններից առաջ Միացյալ Նահանգների նախագահի խորհրդական Քիթ Քելոգը եւ Ուկրաինայի աջակից կոնգրեսական Լինցի Գրահամը օրեր շարունակ զգուշացրել են Ուկրաինայի նախագահին զինվորական համազգեստի փոխարեն պաշտոնական հանդերձանքով գալ Սպիտակ տուն։ Եվ թերևս պատահական չէր, որ Դոնալդ Թրամփի առաջին ակնարկն այդ օրը հենց այդ թեմայով էր։ Բոլորդ այսօր ավելի պատշաճ եք հագնված։ Օվալաձև սենյակում, երբ Թրամփը ձայն տվեց լրագրողներին, առաջին հարցը կրկին այդ մասին էր. ինչու պատշաճ չեք հագնվել, բաճկոն չունեք։ Այդ պահից կրքերը սկսեցին թեժանալ անկանխատեսելի արագությամբ։ Րոպեներ անց արդեն առաջնորդները բղավում էին իրար վրա տեսախցիկների առաջ։ Դուք երրորդ համաշխարհային պատերազմի հետ եք խաղում, այնինչ անում եք անհարգալից է այս երկրի հետ, որը օգնել է ձեզ ավելի քան շատերի համոզման պետք է աներ։
millions of people. You're gambling with World War III. Ուկրաինայի առաջնորդը, որ մինչ այդ միայն հոտնկայս եւ որը տնდոս ծափահարությունների էր արժանանում, ստիպված էր արագորեն հեռանալ Սպիտակ տնից։ Նրա պատվին տրված ընթրիքն այդպես էլ մնաց սեղանին, հաղորդում է Reuters-ը։ Օրեր անց նախագահ Թրամփը նախ սառեցրեց ամերիկյան զենքի մատակարարումը Ուկրաինային, հետո նաեւ հետախուզական տվյալների տրամադրումը, Եվրոպայի խոցելիությունը դարձնելով առավել շոշափելի։ Օրվա մյուս լուրերը ազատություն.am կայքում եւ մեր էջերում սոցիալական ցանցերում, իսկ լրատվական կենտրոնում այսքանը կհանդիպենք։